Հարգելի գյումրեցիներ, հարգելի հայրենակիցներ, Մայր Հայաստանը շարունակում է քարոզարշավը Գյումրու ավականու ընտրությունների հետ կապված։ Նշեմ, որ Գյումրու ընտրությունները օր-օրի դառնում են համապետական նշանակության ընտրություններ։ Շատերը տեղեկացել եք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսպես ասած խաղաղության համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին։ Այն դեպքում, երբ Ալիևը ընդհանրապես ցանկություններ չունի Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիրը, պայմանագիրը կնքելու, Նիկոլ Փաշինյանը, ինչպես գիտենք, առաջնորդվում է բացառապես Ալիևի պահանջները կատարելու ցանկությամբ եւ այս համաձայնագիրը կնքելու պատրաստակամության մասին հայտարարելով նա ըստ էության փորձում է այդ կնքելու պատրաստակամությունը ծախել հայ ժողովրդի վրա, այս դեպքում արդեն գյումրեցիների վրա, իսկ ինչու է Գյումրիի ընտրությունները կարևորվում, որովհետև սա այնպես է ստացվել, որ Գյումրու ընտրությունները դարձել են այն միակ ընտրությունները ժամանակային առումով, որտեղ պետք է որոշվի, հայ ժողովուրդը համաձայնություն հայտնում է Նիկոլ Փաշինյանի այս քայլերին, թե տոտալ մերժում է Նիկոլ Փաշինյանի այսպես ասած այդ խաղաղության համաձայնագիրը, որը ըստ էության որևէ կապ չունի խաղաղության հետ։ Եվ գյումրեցիները այս ընտրություններում պետք է ցույց տան, թե արդյոք իրենք հավանություն տալիս են Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղության օրակարգին, թե տոտալ մերժում են, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանի խաղաղության այսպես կոչված այդ նախագիծը կյանքի կոչվի, ըստ էության չի էլ կոչվելու, որովհետև Ալիևի կողմից նման պատրաստակամություն չկա։ Ալիևը ըստ էության պահանջում է ամբողջ Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանը բավարարում է Ալիևի պահանջները, սկսվելու է Սյունիքից, հետո դոմինոյի էֆեկտով հասնելու է մինչև Շիրակ, այդ փլուզումը, թուրքացումը կարելի է այդպես ասել։ Ես մի բան էլ ասեմ, ադրբեջանցիները դրել են 300,000 ադրբեջանցի Հայաստան վերադարձնելու պահանջը ու այդ պահանջը բավարարելու դեպքում ադրբեջանցիների մի ստվար մասը բնակվելու են Շիրակում, Համասյայի տարածաշրջանում։ Հիմա գյումրեցին պետք է որոշի, արդյոք ինքը հավանություն է տալիս Նիկոլ Փաշինյանի այդ թուրքական պահանջները բավարարող համաձայնագրին, թե մերժում է ընդհանրապես Ալիևի օրակարգը։ Այդ առումով մենք հայտնվել ենք աշխարհի ուշադրության կենտրոնում, որովհետև սա միակ ընտրությունն է, որով ժամանակային առումով առաջին ընտրությունն է, որով մենք պետք է գնահատական տանք Նիկոլ Փաշինյանի այդ համաձայնագրին, կեղծ խաղաղության օրակարգին եւ գյումրեցիների վրա մեծ պատասխանատվություն կա այս առումով։ Մենք պետք է մարտի 30-ին ցույց տանք, որ մերժում ենք Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղության օրակարգը Ալիևի պահանջների բավարարմանը։ Հիմա մենք շարժվում ենք Մայր Հայաստան դաշինքով, Մայր Հայաստանը հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի մերժելու օրակարգով եւ մենք եթե ես կոչ եմ անում մասնակցել ընտրություններին եւ եթե անգամ Մայր Հայաստանին չեք ուզում ձայն տալ, ձայն տվեք այն քաղաքական ուժին, ով հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի օրակարգը մերժելու խնդրով։ Այդպիսիներ կան, ինձ թվում է, եւ այս առումով ես խնդրում եմ ակտիվորեն մասնակցել մարտի 30-ի ընտրություններին։ Մայր Հայաստան! Մայր Հայաստան! Համար 4! Մայր Հայաստան! Հարգելի գյումրեցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան դաշինքը, մեր թեկնածուն Կարեն Սիմոնյանն է։ Մենք կոչ ենք անում մասնակցել մարտի 30-ին կայանալիք ավականու ընտրություններին եւ ձեր ձայնը տալ Մայր Հայաստան դաշինքին։ Մայր Հայաստանը առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանին օր առաջ իշխանազրկելու օրակարգով։ Մարտի հաջորդ կողմից է։ Չէ, չեմ բեսերեք, որ այս հետևի կամերան։ Մայր Հայաստան! Համար 4! Համար 4! Մայր Հայաստան! Սիրելի գյումրեցիներ, Մայր Հայաստանը ողջունում է ձեզ եւ կոչ է անում մարտի 30-ին մասնակցել Գյումրու թիմ ընտրություններին։ Մեր թեկնածուն է Կարեն Սիմոնյանը։ Գնահատենք համար 4, միացին որ փոխենք, Մայր Հայաստան, համար 4, Մայր Հայաստան։ Հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը կոչ է անում
ակտիվորեն մասնակցել մարտի 30-ի հավաքանու ընտրություններին Նիկոլ Փաշինյանի մերժելու օրակարգով Մայր Հայաստան դաշինքը հանդես է գալիս այդ օրակարգով եւ հայցում է Գյումրեցու քվեն, որովհետեւ Գյումրեցու վրա մեծ պատասխանատվություն կա մերժելու այս իշխանությունների թուրքական օրակարգը։ Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Աստիկեր մայտը արև է ժողովուրդ, կելեք անցնիկ Հարգելի գյումրեցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան դաշինքը, մեր տեխնատուր Կարեն Սիմոնյանն է։ Մայր Հայաստան դաշինքը առաջնորդ Նիկոլ Փաշինյանի մերժելու օրակարգով։ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված քաղաքական համաձայնագիրը փորձում է ծախսել ժողովրդին։ Մենք գիտենք, որ դա իրական խաղաղության հետ որևէ կապ չունի։ Դա առաջնորդ Ադրբեջանի արևի պահանջները խավարելու օրակարգով։ Հետևաբար գյումրեցիների առջև մարտի 30-ին մեծ պատասխանատվություն կա մերժելու այս օրակարգը։ Այլապես մենք կանգնելու ենք պետականության կորստի առջև։ Մայր Հայաստան Համար 4 Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Մայր Հայաստան Համար 4 Համար 4 Մայր Հայաստան Գյումրեցիներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան դաշինքը, մեր տեխնատուն Կարեն Սիմոնյանն է։ Մենք հանդես ենք գալիս Նիկոլ Փաշինյանի օրակարգը մերժելու խնդրով և հայցում ենք գյումրեցիների քվեն, որպեսզի վերջնակ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերը սկսվելու է Գյումրիից։ Մայր Հայաստան